Կառավարության մոտ եկել հասել եք, որ շնորհակալություն հայտնենք փոխօրտիկանապետին, թե խնդիր ունեք դուք։ Չէ, Հիմա Մի քիչ առաջ եկեք։ նորից բարև ձեզ։ Մենք ուզում ենք ասել, որ եթե այսօր 25 համարի երթուղին հասնում է Պրոշյանի մուտքի մոտ, դա անհրաժեշտ նվազագույնն էր, որ կարող էր անել իշխանությունը, կառավարությունը Պրոշյան համայնքի բնակիչների համար, որովհետև դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ իհարկե, որովհետև Պրոշյանը ի տարբերություն Քասախի ընդարձակվում է դաշտերի տեղանքում եւ սիրով կարող ենք լրագրողներին հրավիրել Պրոշյան, որ տեսնեն ինչքան է ընդարձակվել Պրոշյանը դեպի Եղվարդի դաշտեր, դեպի Աշտարակի կողմը, կամ ներքևում Զվարթնոց ու Երևանի տարածք, բայց ոչինչ բնակավայր չկա այդ տարածքում։ Մինչդեռ Քասախն էլ ընդարձակվել է իհարկե, բայց մի կողմի սահմանակից է Հույսի Ավանին, մյուս կողմի սահմանակից է Դավիթ Հաշեմին եւ նրանց հնարավորությունները շատ ավելի են, քան Պրոշյանինը, բայց իհարկե մենք Քասախի բնակիչներին մաղթում ենք հաջողություն եւ ես ողջունում եմ իրենց այն քայլը, որ ցանկանում են իրենց իրավունքները պաշտպանել, բայց պրոշյանցիները անկախ ամեն ինչից համոզված եղեք, որ իրենց իրավունքների տերը կլինեն եւ եթե անհրաժեշտություն լինի կպայքարեն, որովհետեւ ես ասում եմ իհարկե բողոքներ ունեն Պրոշյանի ներքևի թաղամասի բնակիչները, որոնց համար բավականին դժվար է հասնել առաջին կանգառ, բայց մենք, ինչ ասեմ, ներսում համայնքում որոշել ենք, որ ինչքան հնարավոր է պրոշյանցիներն իրար օգնեն ներքևի բնակիչներին, նույնիսկ անձնական մեքենաներով վերև բարձրացնել, որպեսզի կարողանան 25 համարի երթուղուց օգտվել, որովհետև 25 համարը շատ հարմար է, հասնում է մինչև Ազատության պողոտա հաղթանակի զբոսայգի եւ մարդիկ արդեն վարժվել ու սովորել են այդ երթուղուն եւ իրենց աշխատանքը, ուսումը, դպրոցները հարմարեցրել են հենց այդ երթուղուն։ Հիմա ասում եք նորմալ գործում է, բայց մենք անկեղծ չենք հասկանում ձեր բանը։ Հիմա մեր պահանջն այն է, որ 277 համարի կամերաներից հելակ էլի դուք արդեն դուրս եկաք կադրից։ 277 համարը կարծես թե անհանգստացնում է ժողովրդին, որովհետև արդեն մի քանիսը դիմել են եւ ոմանք 277 համարի երթուղու վարորդներից ոմանք ասում են չմտածեք, որ սա վերջնական որոշում է։ Միևնույնն է, այդ երթուղում մնալու է միայն 277 համարը, 25 համարը ուշ թե շուտ ուղևորներին են ասել, ուշ թե շուտ դուրս է գալու երթուղուց եւ սա ընդհանրապես ժամանակավոր որոշում է, որպեսզի ասենք հանգստացնեն պրոշյանցիներին, ասում եմ ուղղակի, որ ասում են օթից կախված լուրերի համաձայն, ես ասում եմ ուղևորներից, ծանոթներից, ակցիայի մասնակիցներից մեկը ինձ զանգահարեց եւ ասաց վարորդի հետ հատուկ ես բանավիճել եմ, ասելով, որ եթե հանկարծ 277-ը ինձ հարմար է այս պահին, բայց մեր ընտանիքի մյուս անդամները 25 համարից է, այո, մտահոգություններ կան, այո, մտահոգությունները 277-ի հետ է կապված, որ ասենք իրենք ամեն կերպ ձգտում են պահել իրենց երթուղին, մենք ոչ մի բան, ասենք, չունենք իրենց դեմ, կոնկրետ ես, եւ պրոշյանցիները, բայց օրինակ իրենք երկարացնեն իրենց գծերը, հա, օրինակ հասնեն Ազատության պողոտա կամ Երևանի այլ կենտրոնական Արտի ջան, հազար ներողություն, հարցը կշանակես, մի քայլ առաջ եկեք, էլի խնդրում եմ։ Տրանսը շարունակի սպասարկել Երևանի քաղաքապետարան։ Գիտեք, բոլոր դեպքերում 277-ը մտել է երթուղի եւ թող աշխատի, բայց մենք չենք կարող 277-ի հնարավորությունները համեմատել 25 համար ավտոբուսի հնարավորությունների, որտեղ ավտոբուսները, հա, 277-ը մտել է, երևի ամիսու կես է մտել է եւ որոշակի խախտումներով է երթուղի մտել, նախ մրցույթին չի մասնակցելիս Պրոշյան Քասախ երթուղաները, համայնքները չեն եղել, դրանք պիտի շարունակեին դրանք սպասարկել, ասենք Երևան քաղաքի տրանսպորտային միջոցները, հետո չգիտես ինչպես հայտնվել են եւ այլն, դրանց հիմա անդրադառնալ չենք ուզում, ուղղակի հորդորում ենք, որ իրենք չհաբեկեն, շանտաժի չենթարկեն 25 համարի վարորդներին, որովհետեւ պրոշյանցիներին համար 25 համարը անհրաժեշտություն է եւ պրոշյանցիները եթե ընտրություն թողնեն պրոշյանցիներին, ձեզ ասեմ, որ պրոշյանցիները հաստատ ընտրելու են 25 համարը, եթե հանկարծ 277-ի վարորդները կամ չգիտեմ նրանց ներկայացուցիչները շարունակեն շանտաժի ենթարկել, ահաբեկել վարորդներին 25 համարի։ Պրոշյանով եք այստեղ հասել, որից եք օգտվել։
Ճիշտ ասած, ես եթե օգտվում եմ մինչև հիմա 277 համարի երթուղուց չեմ օգտվել եւ 25 համարի հնարավորությունները երբեք համեմատելի չեն 277-ի հնարավորությունների հետ։ Եվ եթե պրոշյանցիներին հնարավորություն լինի ընտրելու, հաստատ ընտրելու են 25 համարը, եւ եթե շարունակվեց, ուղղակի պրոշյանցիները կհավաքվեն եւ թույլ չեն տա 277-ը մտնել Պետրոսյան Մարիամ Պրոշյան համայնքի բնակչուհի։ Տիկին Մարիամ, այստեղ Գագիկ Ծառուկյանի մատխառն է թե չէ, ոնց է։ Ես ճիշտ ասած չեմ ուզում դրան որոշակի որակումներ տալ, ուղղակի եթե նույնիսկ իրենք մտածում են, որ բավական չէ, չեն ուզում կիսել շահույթը 25 համարի հետ, ես ուղղակի հորդորում եմ, դիմում եմ, որ այդպիսի քայլ չանեն։ Ես չեմ ուզում մեղադրել, որտեղ ես ասեմ ստույգ փաստարկված, ոչ ձայնագրություն կա, ոչ տեսանյութ կա, որ ասես, գիտեք, այսպիսի դեպք է պատահել, հիմա դրա համար ենք անում, զուտ խոսակցությունների մակարդակի բաներ, ուղղակի հորդորում ենք չլինի այնպես, որ պրոշյանցիները ոտքի կանգնեն, պրոշյանցիները հետևողական մարդիկ են, ես ասում եմ Պրոշյանում տարբեր տեղերից հավաքված մարդիկ են, եւ դա շատ ավելի վտանգավոր է։ Մեկը սկզբունքայիր է, մեկը հետևողական է, մեկը, չգիտեմ, պայքարող է, հիմա արցախցիներն էլ եկել են այդ իրենց աննկուն կամքով, որ ասեն, լսեք, այս ավտոբուսն էլ երկեր խլեցիք մեր ձեռքից, բավական չէ, հիմա այլ ավտոբուս եք ուզում տանել, հազիվ հարմարվել ենք, գիտեք, տհաճ բաներ կլինեն, ուղղակի հորդորում ենք, ձայնը լսելի լինի ձայնը եւ ասեն, որ 277-ը առնվազն Պրոշյան կմտնի այն դեպքում, երբ 25 համարն էլ աշխատի։ Եթե իրենք ինչ որ վտանգ ներկայացնեն 25 համարի համար, պրոշյանցիները ոտքի կկանգնեն եւ կասեն 277-ը չպետք է գա, 25 համարը պիտի գա Պրոշյան եւ պիտի Դուք մի քանի ապահովի երկու։ Այո, նորից կկանգնենք, ինչի մասին է խոսքը։ Փակեցիք ճանապարհը, եկան բացեցին, նորից եկան։ Ես ձեզ մի բան ասել, ձեզ հետ համամիտ եմ շատ հարցերում, բայց մարդկանց մեր երկիրը ասում են ժողովրդավարական երկիր է, ժողովրդավարության բաստիոն է, ժողովրդավարությունը նշանակում է, որ ժողովուրդն է այստեղ երկրի տերը։ Եթե ժողովուրդն է երկրի տերը, իր իշխանություններին ընտրել է, ով ընտրել է, իր գործն է հիմա թող եզրակացություն անեն, ճիշտ են ընտրել, թե ոչ չեմ ընտրել ես։ Ես ընդդիմություն եմ ընտրել, որովհետև մտածել եմ, տեսա ես հեղափոխության թափը ինչքանով էր այն ժամանակ դեռ չէի հասկանում, ինչքանով է դա ինքնաբուխ, ինչքանով ոչ, բայց ես այդ պահին հենց գլխի ընկա 18 թվի նույնիսկ ես ինքս մասնակցել եմ ակցիաներին, որտեղ խելամիտ բողոք կա, ես պատրաստ եմ մասնակցել եւ մասնակցում եմ։ Ես այն ժամանակ գլխի ընկա, որ շատ ձայներ կհավաքի եւ կարող են կառավարելի դառնալ, ընտրել եմ ընդդիմությանը, մտածելով, որ պետք է հավասարակշռել այս ալիքը։ Իսկ ընդդիմությունը քայլեր ձեռնարկել է ձեր հարցին Հիմա ճիշտ ասած այս պահին ամեն ինչ իշխանության ձեռքում է եւ քանի որ մեծամասնությունը վստահել է այս կառավարությանը, հույս ունեմ, որ կառավարությունը այս հարցերը կլուծի խելամիտ շրջանակներում, իր լիազորությունների շրջանակներում, ինձ թվում է այստեղ ընդդիմությունը քիչ բան ունի անելու, ինչ պիտի անի ընդդիմությունը գա մեզ հետ բողոքի, պրոշյանցիները բավականին շատ են, որ կարողանան իրենց հարցերը լուծել։ Ես կարծում եմ, որ խելամիտ կլինի ժողովրդի ձայնին ունկնդիր լինել լսել ժողովրդին, որովհետև այս անկայուն պայմաններում Եթե մարդիկ մեծ քանակով մի ժամանակ մեր ակցիայի մասնակիցները այդքան շատ չէին, բայց եթե 25 համարը չլինի, մենք բողոքում ենք 25 համարից օգտվողները նստում են 25 համար մյուս ճանապարհով գնում էին, բայց եթե հանկարծ 25 համարի երթուղին չգործեց, այդքան մարդիկ, որ լցվեցին փողոց, թող վախենան էլի դրանից, ինչ ասեմ։